Կանչկային գունդը ձեր այցի կապայության շարված է։ Գնդի հրամանատար Գնդապետ Սերեփյան։ Դեկտեմբերի 31-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի անցած տարվա աշխատանքային վերջին այցեհասցեն Կապանի զորամասներ։ Ազգային ժողովի падգամավոր Արմեն Կարապետյանի ուղեկցությամբ Սյունիքի մարզպետը այցելեց եւ շնորհավորեց զինվորներին ու նրանց հրամանատարներին նոր տարվա կապակցությամբ։ Արդեն 2 տասնամյակից ավել է մենք ձեռք ենք բերել ամենաթանկ արժեքը, դա մեր անկախությունն է, պետականությունը եւ դրա ակունքներում կանգնած է մեր ավակ սերունդը, որոնք որ տարբեր ջոկատներով պայքարեցին, մարտնչեցին եւ ձեռք բերեցին հաղթանակներ եւ տարիների ընթացքում մենք ունեցանք նաեւ կանոնավոր բանակ։ Այսօր մեր պետության զարգացման, մեր պետության կայունության ամրապնդման կարևորագույն գործոնը դա խաղաղությունն է եւ հատկապես Սյունիքի մարզը լինելով սահմանամերձ տարածաշրջան էլ ավելի են կարևորում մեր բանակի դերը մեր տարածաշրջանում։ Օրելինի աշխատանքային կիրակի տոն թե սովորական զինվորի համար նույնն է, նա մշտապես դիրքերում է եւ հսկում է իր երկրի անդորը, անառիկ պահում սահմանները։ Ազգային ժողովի падգամավոր Արմեն Կարապետյանը երկրին խաղաղություն, իսկ հայոց բանակին կամք ու հզորություն մաղթեց։ Մենք հպարտ ենք մեր հայկական բանակով, մեր պետությունը, մեր ապագան պետք է կերտենք ձեր միջոցով։ Ցանկացած պետության ուժեղությունը դա բանակի գրավականն է։ Այսօր մեր բանակը կարողացել է ցույց տալ իր ուժը միջազգային ատյաներում, եթե այսօր պայմանագրեր են կնքում, այսօր խաղապահ ուժեր են ուղարկում այլ երկրներ, նշանակում է մենք իզորու ենք մեր երկիրը, մեր սահմանները պաշտպանելով։ Մենք հպարտ ենք ձեզանով։ Այս գունդը հատկապես, այս զորամասը շատ սխրանքների է արժանացել պատերազմի տարիներին, բայց այսօր էլ դուք այս խաղաղ պայմաններում կարող եք սխրանքներ գործել ձեր ռազմահայրենասիրական դաստիարակչական դասընթացներում։ Այնուհետև հրամանատարները շնորհավորեցին իրենց զինվորներին, վստահեցնելով, որ այսուհետ եւս իրենց զորամասը աչքի կընկնի ռազմական բարձր պատրաստվածությամբ։ Ուզում եմ ցանկանալ ձեզ առաջինը խաղաղ կապույտ անանք երկինք, ուզում եմ ցանկանալ ձեզ բարի ծառայություն, ուզում եմ ցանկանալ, որ յուրաքանչյուր զինվոր ժամանակը լրանալուց հետո դառնա իր տուն, որ ձեր բոլորի ծնողները հանգիստ լինեն, որովհետև ունեն զինվոր, ունեն որդի, որը որ զինվոր է, դա իրանց հպարտությունն է։ Այսօր դուք միակ երաշխավորն եք մեր ազգի, դուք ես նկատի ունեմ ամբողջ հայկական բանակին, միակ երաշխավորն եք մեր ազգի խաղաղության, մեր ազգի անդորի պահպանման երաշխավորն եք դուք։ Շնորհավորում եմ բոլորիդ ընտանիքներին, ձեզ յուրաքանչյուրիդ հոգեհարազատներ, ովքեր կան ձեր սրտում, ումը որ դուք հարազատ եք համարում, բոլորին շնորհավորում եմ։ Մենք պահելու ենք մեր մարտունակությունը եւ եկող 2014 թվականին ունենալու ենք ավելի շատ նորանոր ձեռքբերումներ, գրավելու ենք ավելի նորանոր բարձունքներ, որոնք 2013 թվականին չենք հասցրել։ Լավագույնները կմնանք մենք մեր ձեռքբերումները շարունակելու ենք։ Պետք է մեր մարտունակությունը մեկ աստիճանով եւս բարձրացնենք, այսօրվա օրը հիշենք եւ որպեսզի հրամանատարին եւ բոլոր մեր հրամկազմին, ինչպես նաեւ մեր ազգին, մեր ժողովրդին, մեր Հայաստանի Հանրապետությանը ի ցույց դնենք մեր մարտունակությունը։ Զինվորներն էլ իրենց հերթին շնորհավորեցին հյուրերի գալիք ամանորն ու միայն իրենց բնորոշ խրոխտ ու հպարտ կեցվածքով հնչեցրին գնդի երգը։
Մինչև 4-րդ դարը աշխարհի բոլոր քրիստոնյա երկրները հունվարի 6-ին տոնում էին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրը։ Սակայն հռոմեական եկեղեցին ժողովրդի շրջանում հեթանոսական տոների տարածվածությունը կանխելու նպատակով 336 թվականին տեղափոխում է տոնը եւ դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակում որպես Սուրբ Ծնունդ, որը գալիս է փոխարինելու արևի պաշտամունքի օրվան։ Հռոմեացիների օրինակին հետևում են բոլոր կաթոլիկ եկեղեցիները։ Դե իսկ հայ առաքելական եկեղեցին հավատարիմ մնալով հնագույն ավանդությանը եւ ավետարանական հաշվարկներին հունվարի 6-ին միասնաբար նշում է Քրիստոսի ծննդյան եւ Աստվածահայտնության տոները։ Այդ օրը առավոտյան ժամը 11-ին բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ։ Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին եւս հավատացյալներին իր հովանու տակ էր հրավիրել։ Սիրելի հավատավոր ժողովուրդ, հայրենից Արցախ եւ Քրիստոսի մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան բերկրանքով այսօր մեր ծննդակին խոհապանություն եւ արտադրություն հարացված, հարապանում եւ կրկին, հսկերում ծնված մանուկ Հիսուսի Սուրբ Ծննդյան օրհնյալ օրը երկիրը երկինք դարձավ եւ նրանում զաքեց արդարության արեգակ, ճշմարտության լույսով լուսավորելու համար մարդկային հոգիները որպեսզի ճանաչեն, տեսնեն ու գտնեն իրենց կրթությունը։ Աստծո որդին խոնարհվեց երկնային փառքներից, մարդասավ ու աշխարհ եղավ, հանսարու խաբերության տրակտից, վզարված մարդուն ազատելու մեղքից եւ մեղք սերմանով խազանայի իշխանությունից։ Եկավ բացվելակցության, աստծոյն եղած, նախաստեղծ մարդու Ավանդաբար Սուրբ Ծննդյանը նախորդող շաբաթը պահոց շրջան է, որի ընթացքում հարկ է օգտագործել բացառապես բուսական ծագման սնունդ։ Պասն ավարտվում է հունվարի 5-ին, երեկոյան ժամերգությունից հետո։ Նույն օրը ճրագալույցի Սուրբ Պատարագով համայն հայությունը սկսում է տոնել Քրիստոսի ծնունդը։ Ճրագալույցի մարդիկ եկեղեցուն վառված մոմերն իրենց տուն են տանում, որպիսի աստվածային լույս եւ եկեղեցու օրհնություն ստանան։ Ճրագալույցը խորհրդանշում է Բեթղեհեմյան աստղի լույսը, որը մոգերին առաջնորդեց դեպի մանուկ Հիսուսը։ Հատկանշական է, որ հունվարի 6-ին պատարագի ընթացքում կատարվում է խաչքավորի ընտրությունը։ Նախ ուրախ եմ այսօր հայտնելու այստեղ, որ մեր այս տարվա քավորը Գևորգ Պապյանն է։ Մենք առաջարկեցինք եւ նա սիրով մեր առաջարկը ընդունեց եւ ահավասիկ այսօր Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին թաշտյալ կունենա իր եկեղեցու քավորը։ Մենք շատ շնորհակալ ենք եւ ուրախ ենք միևնույն ժամանակ, որ աստիճանասար տղան այսօր հանձնարար եկեղեցու քավորությունը, որը եթե բադիվ մնե, միևնույն ժամանակ բարձրացնում։ Սուրբ Ծնունդը մեծ շուքով տոնվեց նաև Քաջարանում։ Ներքին հանդիս Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչքավոր կարգվեց Քաջարանի կոմունալ ծառայության պետ Վաչագան Գևորգյանը։ Նրան ընձեռվեց խորանի Սուրբ խաչը 40 օրով տուն տանելու բարձր պատիվը։ Սուրբ Ծննդյան պատարագի ընթացքում հոգևոր հովիվը ժողովրդին գինու մեջ թաթախված նշխար է բաժանում, որպես մարդկային մեղքերի թողություն։ Ապաշխարությունը տոնի գլխավոր խորհուրդներից մեկն է։ Հիսուսի ծնունդը մարդկության մեղքերի քավության համար էր։ Ինչպես պիտի տոնի, մարդ պիտի նախ պիտի խորհի իր ներքին մարդուն նայի եւ տեսնի արդյոք իր ներքին մարդը եւ արտաքին մարդը ներդաշնակ են իրար հետ։ Արդյոք նա, որ մարդը արարածը իրեն հավատացյալ թե պետք կարծող հասարակության ներկայում այնպես ինչպիսին իրականում ինքը կա, թե ինքը քողարկված է։ Երբ որ մենք լինենք ներդաշնակ, այս ժամանակ ամբողջապես կընկալենք Աստծո որդու ներկայությունը մեր հոգիներից ներս։ Այսինքն ապաշխարություն է պետք, պատրաստում, որպեսզի մենք գանք խոստովանվենք մեր մեղքերից ազատվենք, հա, կանայի մոտ խոսանք, մեղքերի թողություն ստանանք, հաղորդացվենք Քրիստոսի կենարար մարմնի եւ արյանը, որ օրհնած ջուրը տանենք մեր տները, որտեղ դա թերևս ավելի մեծ օգտակարություն ունի։ Այսինքն եթե չկա ապաշխարության ընթացքը, այսպես ձևական գալը անշուշտ գաղթ վիճակ է, որ հայտնության գրքում Տերն ասում է ոչ տաքես, ոչ սառայ գաղթ, որ ուզում եմ փխսեմ քեզ։ Ես չէի ուզի, որ մեկ գաղթությամբ գա ամբողջական հավատով եւ բնականաբար կզգա Աստծո ներկայություն։
Ծննդյան պատարագը հարուստ է գեղեցիկ արարողություններով։ Դրանցից է ջրորդ ներքը, որը կատարվում է պատարագի ավարտին։ Խաչով եւ սրբալույս մյուրոնով օրնվելուց հետո հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին, որ բժշկի հոգեվոր եւ մարմնական հիվանդությունները։ Ջրորդ ներքը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը։ Հիսուս Քրիստոս իր ծննդյան օրը 30 տարիներ հետո մկրտվեց։ Ճիշտ ծննդյան օրը։ Եվ եկեղեցին որդեգրեց այս ավետանական ճշմարտությունը եւ ծնունդը եւ մկրտության խորհուրդը նույն ժամանակին է կատարվում։ Մենք գիտենք, որ օրհնած ջուրը երբեք չի նեղում։ Նա կարող է դարեր շարունակ մնալ։ Առավելից Աստծո ծննդյան հետ կապված սրբազան պատարագի ջուրը ես երեք երեկոյան անցած տարվա ջուրը խմեցի։ Այսօր նորից պիտի տանեմ։ Եվ պատկերացեք մարդը ինչպիսին է, ջրից կառուցված։ Ուրեմն երբ որ ինքը մեղք է գործում, ջրային ստրուկտուրան խախտում, ու մարդը հիվանդանում։ Մեր պապերը հիվանդատես գնալուց ասում են մեղքերը տա դուրս գաս։ Եկեք մի պահ ռեալ նայենք այդ ամեն ինչին։ Փոխվենք, որ չհիվանդանանք, մեղքը սպանում է մարդուն։ Հայոց հին տոմարի համաձայն տարեմուտը նշվում էր Նավասարդին։ Այժմյան օրացույցով դա օգոստոսի 11-ն է եւ Սուրբ Ծնունդն էր ձմռան գլխավոր տոնը։ Ժողովուրդը հետևում էր բազմաթիվ ծիսակարգերի, հատուկ ընտրվում էր տոնական ճաշացանկ։ Ներկայումս մեզանում աստիճանաբար վերականգնվում են մարած ավանդույթները։ Ինչպես ավանդույթի լսելով ձուկ ենք պատրաստում, աղցաններ եւ փլով։ Պատրաստում գնում ենք եկեղեցի, մոմ ենք վառում ընտանիքի բարօրության համար եւ գնում ենք նստում տոնական սեղանի շուրջ։ Նոր ենք ավանդույթներին հարմարվում, նորա, չգիտենք, նոր ենք հարմարվում եկեղեցուն։ Չկար սենց բան։ Քրիստոս ծնավ եւ հայտնվեցավ, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի, ձեզ եւ մեծ ավետիս։ Իսկ ինչ վերաբերում է այսօրվա տոնակատարության զուտ հակական ավանդույթներով պաշտպանելով նու գինի, բրինձ, հայկական մեր ուտեստերով, ասենք, ձկնեղեն, տոնում ենք Սուրբ Ծննդյան օրը։ Խորհուրդ կտամ մեր ազգին, հայ ազգին, հանձինս մեր սյունած աշխարհի ժողովրդին, որը մի քիչ խորհրդային իրավիճակներից ելնելով, որ մի քիչ հետ են կայնել ես մեր հավատքից, որ ժամանակին ամենաուժեղ հավատացյալ, ամենաուժեղ հավատքով մարդիկ են եղել։ Խորհուրդ կտամ նորից վերադառնան եկեղեցի։ Մարդ պետք է հավատքով լինի։ Անհավատ մարդը եսիմ իրան ոչ ապագա ունի, ոչ էլ անցյալ։ Իդեպ, ամանորյա տոների ընթացքում եկեղեցական արարողակարգերից զատ անցկացվեցին մի շարք այլ միջոցառումներ։ Հունվարի 5-ին Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում տեղի ունեցավ Նառադանս եւ Նարին պարային համույթի տոնական համերգը։